Ելենա Արշակյանի «Ուրիշի ընտանիքը» սերիալում իրադարձությունները մտնում են ամենավտանգավոր ու անսպասելի փուլը։ Նկարահանումները շարունակվում են և արդեն պարզ է պատմությունը գնալով դուրս է գալիս միայն ընտանեկան դրամայի սահմաններից, վերածվելով լուրջ հոգեբանական ու քրեական լարվածությամբ պատմության։ Լանայի կերպարը հայտնվել է իսկական փակուղում։ Պարզ է դառնում, որ նրա հայտնվելը Արշակի տանը սկզբից և էդ մտածված քայլ է եղել։ Նա այդ տուն է մտել Կարենի հետ համաձայնեցված ծրագրով, հստակ նպատակով և առաջադրանքով։ Սակայն ինչ-որ բան փոխվել է, Լանան այլևս վստահ չէ իր ընտրության մեջ։ Նրա վարքագծում, հայացքներում և երկմտանքի մեջ զգացվում է ներքին պայքար, կարծես մարդկային զգացմունքները սկսել են խանգարել նախապես կազմված ծրագրին։ Կարենը սակայն պատրաստ չէ նահանջել, նա Լանայից պահանջում է մեծ գումար և կոշտ կերպով զգուշացնում, որ նա սիլի-բիլի չանի Արշակի հետ։ Նրա խոսքերից ակնհայտ է դառնում, որ Կարենը շատ լավ գիտի, ինչ է կատարվում Արշակի տանը և ինչ վտանգ կարող է ներկայացնել Լանայի թուլացումը։ Ավելի մտահոգիչ է այն, որ Կարենը հարցնում է Մագդայի մասին, ինչը նոր կասկածների ու վախերի տեղիք է տալիս։ Այսօր համացանցում հրապարակվել է սցենարից մի փոքր հատված, որը բառացիորեն պայթեցրել է քննարկումները։ Սցենարից այն հատվածը, որը տեղադրվել է, նկարահանվում է ինչ-որ կիսակառույց տարածքում։ Արշակը, Էդոն ու Նորոն նստած են։ Արշակն ասում է՝ դուք երբանից եք իմացել, որ Կարենը պտտվում է Մագդայի շուրջ։ Էդոն ասել է, որ 2 օր առաջ Մագդան լացելով եկավ ու պատմեց։ Արշակը նեղացրել է այդ անեսունը Մագդային։ Նորո փորձել է հոգեբանորեն ազդել, ակնարկներ է արել Լանայի մասին ու չի խոսել։ Արշակն ասում է՝ ես դրան սատկացնելու եմ, մաս-մաս եմ անելու։ Նորո, ես այսօր չհասցրեցի իմանալ, թե ինչ է ասել Մագդային, բայց որ տեսա քաշում էր ձեռքից, արյունը գլխիս տվեց, չկարողացա ինձ կառավարել ու Մագդայի աչքի առաջ կռիվ եղավ։ Արշակն ասում է՝ Էդոին պատմել ա։ Նորո, ու ինչ է ասել էդ անասունը։ Էդոն նայում է Նորոյին։ Բնականաբար այս հատվածից պարզ է դառնում, որ Մագդայի հետ ինչ-որ լուրջ բան է տեղի ունեցել, թե ինչ դեռ հստակ չի նշվում, սակայն ենթատեքստը բավական մռայլ է։ Սցենարային այս դրվագը հուշում է, որ Մագդան հայտնվել է վտանգի մեջ, իսկ հնարավոր զարգացումները շատ ավելի սարսափելի են, քան կարելի է պատկերացնել։ Ավելին, նույն հատվածում Նորոն, Էդոն և Արշակը նստած քննարկում են տեղի ունեցածը։ Այս հանգամանքը ինքնին շատ բան է ասում, եթե Նորոն արդեն եկել է Արշակի հետ դեմ դիմաց նստելու և միասին քննարկելու իրավիճակը, նշանակում է, որ հարցը չափազանց լուրջ է և անձնական։ Հակասություններն այլևս երկրորդ պլան են անցել, այստեղ խոսքը մեկ մարդու՝ Մագդայի անվտանգության մասին է։ Բոլոր այս մանրուքները, Կարենի հետաքրքրությունը Մագդայով, սցենարից հրապարակված հատվածը, տղամարդկանց լարված քննարկումը հիմք են տալիս հեռուստադիտողներին ենթադրելու ամենավտանգավոր սցենարը։ Մագդային կարող են առևանգել, եթե այս վարկածը հաստատվի, սերիալում կսկսվի բոլորովին նոր փուլ՝ լի վտանգներով, շանտաժով և ծանր որոշումներով։ Այս դեպքում Արշակի ընտանիքը կհայտնվի թիրախում, իսկ Լանայի դերը կարող է դառնալ վճռորոշ։ Նա կամ կշարունակի խաղալ Կարենի կանոններով, կամ վերջապես կհրաժարվի ծրագրից ու կփորձի փրկել մարդկանց, ում հետ սկսել է կապվել ոչ միայն ծրագրով, այլ նաև զգացմունքներով։ «Ուրիշի ընտանիքը» սերիալը կրկին ապացուցում է, որ այստեղ ոչինչ պատահական չէ, յուրաքանչյուր կերպար ունի իր գաղտնիքը, յուրաքանչյուր քայլ ունի իր հետևանքը։ Առաջիկա սերիաները խոստանում են լինել ամենալարվածներից՝ լի վտանգով, բացահայտումներով և ճակատագրական որոշումներով։ Մագդայի ճակատագիրը, Լանայի ընտրությունը, Կարենի իրական նպատակները և Արշակի ու Նորոյի միասնական պայքարը կարող են ամբողջությամբ փոխել սերիալի ընթացքը։ Իսկ մինչ կբացահայտվի, թե ինչ է իրականում տեղի ունեցել, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու բիզնեսյան անցուդարձին, նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Նշենք, որ ամենահետաքրքիրը դեռ առջևում է, այնպես որ բաց մի թողեք առաջինը տեղեկացված լինելու ձեր հնարավորությունը։ Հեռուստադիտողներն անհամբերությամբ սպասում են տեսնելու, թե ինչ է տեղի ունենալու իրականում։ Արդյոք Կարենն իսկապես առևանգելու է Մագդային։ Նշենք, որ շատ շուտով Մագդան իմանալու է Լանայի մասին ողջ ճշմարտությունը, իմանալու է, որ Լանան իր մայրն է և
Արշակի հետ նա արյունակցական որևէ կապ հավանաբար չունի, ուղղակի Արշակը նրան ինչ-ինչ առիթով պահել ու մեծացրել է և բոլորին ներկայացրել է որպես իր հարազատ քույրը։ Բայց ինչ է սպասվում հետագայում ցույց կտա ժամանակը, այնպես որ բաց մի թողեք ձեր հնարավորությունը, հետևեք հեռուստաալիքի հեռուստասերիալներին և կտեսնեք, թե ինչ է տեղի ունենում իրականում ընդամենը մի քանի ժամ ու իսկական պայթյուն տեղի կունենա հեռուստասերիալի շրջանակներում։